Շնորհակալ ենք Տերոջմեն, որ մեզ դվավ շաբաթ միևս տեխնիկի բանը սխալ բադայեցավ, ուրեմն նորեն պիտի գտնենք պատկամը, որ ցայն երթա եւ ժողովուրդը մտի գնե աստերոջը պատկամը։ Տերոջը խոսքին ընթերցման դերը պիտի լա։ Եսայի մարգարեության Եսայի մարգարեության 65-րդ գլուխ Վարգան Եսայի մարգարեության 65-րդ գլուխ 17-րդ համար Հետևյալը գարցանակրե Աստծո խոսքը մեզի նորեն գրտնեմ 65-րդ գլուխ Եսայի 17-րդ համար Քանզի ահա ես նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ եւ առաջինները պիտի չի հիշվին ու մարդուս միտքը պիտի չի կան Նոր երկինքի եւ նոր երկրի խոստում մգա մարգարեին կրկի մեջ գրված Աստծո կողմանը որ նոր պիտի ստեղծե եւ առաջինները մեր միտքը պիտի չի կան մարդուն միտքը պիտի չի կա Իսկ Եսայի 66-րդ գլուխ 23-րդ համարն ալ հետևյալը գարցանակրե Քանզի նոր երկինք ու նոր երկիր որ պիտի ստեղծեմ Աստված գսե մարգարեին Պերնով իմ արջևս հաստատ պիտի մնան գսեդերը այսպես ալ ծեր սերունդը եւ ծեր անունը պիտի մնա Իսկ հիմա պիտի գարտամ Երկրորդ Պետրոսի նոր գդագարանեն երրորդ գլուխ 10-րդ համար Պետրոս արաքյալ գարցանակրե սակայն իր խոստումին համեմատ նոր երկինք ու նոր երկիր մը կսպասենք որոնց մեջ արդարությունը պիտի փնագի Հիմա որ այս աշխարհի մեջ գաբրինք Արաքյալը հստակորեն գսե որ հոն արդարություն պիտի փնագի, բայց ոս արդարություն չեմ գարձեր որ գտեսնենք որ շատ քիչ կերևնագոր արդարություն այս աշխարհի վրա։ Ուրեմն հոն արդարությունը պիտի փնագի, քանի որ Աստված պիտի փնագի։ Սկիմա պիտի գարտամ հայտնություն Հովաննու նորեն նոր գդագարանեն 21-րդ գլուխ Ներող մկերեք ծերկս չոր է մադերս 21-րդ գլուխ առաջին համարեն Եվ այս մեկը գարցանակրե Հովաննեսը Ահա նոր երկինք մը ու նոր երկիր մը դեսա Հովանես կդեսնա այս մեկը Աստված որովհետև ցույց կտա Հովաննեսին որ ինչ պիտի ընե Վասնզի առաջին երկինք ու առաջին երկիրը անցան եւ ալձով չի գար Եվ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը դեսա, որ երկինքեն Աստուծմե գիչներ իր երգանը համար զարտարված հարսի մբես պատրաստված։ Ու երկինքեն ցան մլսեցի որ գսեր։ Ահա Աստծո խորանը մարդոց մեջ, անիգա հոմ պիտի փնագի եւ անոնք անոր ժողովուրդը պիտի լան եւ Աստված ինք անոնց հետ պիտի լա իբրև անոնց Աստվածը։ Եթե շատեր չեն գիտեր, որ Աստված ով է, մի խոսիմ մի քանի բաներ։ Ով է Աստված քեզի համար։ Եվ ինձի համար։ Աստված ստեղծիչ չնե այս երկրին ժամանակավոր երկրին, որ մենք կփնագենք մեջ են եւ նաեւ անչրբեդին, որ մեզի համար ցույց կտա ամեն օր։ Անիգա ստեղծիչն է Աստուծո համար ժամանակ եւ ժամանակներ գոյություն չունի
ինքը հավիտենական է։ Աստված գադարյալ Աստված է մեր Աստվածը։ Մեր Աստվածը սուրբ է։ Մեր Աստվածը ծառայող է եւ արդար է։ Մեր Աստվածը սեր է։ Մեր Աստվածը իմաստուն է, մեր Աստվածը ողորմած է։ Մեր Աստվածը իր նմանությունով ստեղծեց քեզ եւ զիս։ Եվ ուխտրավ իր ստեղծած մարդուն, որ փրկություն բերե մեզի իր որդուն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Զոհաբեր եղավ։ Մեր Աստվածը խաղաղության Աստված է։ Մեր Աստվածը օրհնյալ է եւ օրհնող Աստված է։ Մեր Աստվածը ազնիվ է։ Մեր Աստվածը ինձմով եւ քեզմով հետաքրքիր է, որ մեզի իմաստուն ընելով իր խոսքովը ճշմարտության մեջ առաջնորդ է իր Սուրբ Օգիով։ Մեր Աստվածը մեր հայրն է, մեր բոլորին անոնք որոնք կհավատան իրեն։ Մեր Աստվածը հավիտենական սիրով սիրող Աստված է։ Մեր Աստվածը ուղղություն տվող Աստված է։ Մեր Աստվածը թագավորն է բոլոր երկրի վրա ու երկնքի մեջ։ Մեր Աստվածը հավիտյանս հավիտենից թագավոր է, ալֆան եւ օմեգան է, սկիզբը եւ վախճանն է, առաջին ու վերջինն է։ Ասիկա է մեր Աստվածը։ Եթե մինչև այսօր դարագուսանքի մեջ ես եւ չես ճանչնար քո Աստվածդ, եթե ընդունած ես այսիկա է քո Աստվածդ, իսկ անոնք որոնք տակավին Քրիստոս իրենց սրտին մեջ չեն ընդունած եւ Աստված իրենց սրտին մեջ չի բնագիր, այսօր պետք է գիտնանք թե եթե գխնդրես Աստծուց մեծ մեղքերու թողություն, այս Աստվածն է որ քո սրտիդ մեջ կբնագի իր Սուրբ Օգիով, որ առաջնորդե քեզ այն իմաստությունով, որ իր մեկ ու կակու մեջը որ կարողանաս խաղաղության մեջ ապրիլած կյանքի ընթացքին զինքը ներկայացնելով եւ օրհնվելով այս աշխարհի վրա ամեն օր։ Այս տեսակ Աստված ունենալ են յետք, որ մեզի խոստումը տվավ նոր երկնքի եւ նոր երկրի, եւ հայտնություն 21-րդ գլխում մեջ կսե ու երկինքեն մեծ սամը լսեցի գսի Հովհաննես որ գսեր, ահա Աստծո խորանը մարդոց մեջ, Աստծո սրբության խորանը եւ անոր հզոր զորությունը իմ մեր ներկայությանը արչեւ պիտի տեսնենք նոր երկնքի եւ նոր երկրի մեջ։ Անիկա հոմ պիտի բնագի, այսինքն մեզի հետ պիտի բնագի, երբ որ մեզի տանի երկինք, եւ մենք անոր ժողովուրդը պիտի լանք։ Եվ Աստված ինք անոնց հետ պիտի ըլլա իբրև անոնց Աստվածը, այսինքն անոնք որոնք Հիսուս երկրորդ քալստեն յետ կետնային թակավորության մեջ կանցնին եւ այս նոր երկնքի եւ նոր երկրի մեջ պիտի բնագին, Աստված այս Աստվածը մեզի հետ պիտի բնագի։ Առաջին եւ վերջինը մեզի հետ պիտի բնագի։ Ալֆան եւ օմեգան մեզի հետ պիտի բնագի։ Ան որ աթորին վրա գնստերսավ, ամեն բաները նոր գնեմ ու իսավ ինձի քրե, վասնզի այս խոսքերը ճշմարիտ ու հավատարիմ են։ Նա ևսավ ինձի եղավ։ Ես եմ ալֆան ու օմեգան, սկիզբը ու վախճանը, ես ծարավին ծրի պիտի դամ գենատ ջուրի աղբյուրեն, ան որ գհախտե, ամեն բաները պիտի ժառանգե, ու ես անոր Աստված պիտի լամ, անալ ինձի որդի պիտի լա։ Այս մեր հզոր Աստծո խոստումները եթե գրնաս քո աս 4 ինչնոց կարագոսիով ուղեղիդ մեջ ամփարել ամենամեծ իմաստուն անձնավորությունն ես այս աշխարհի վրա, որովհետև ունիս այն Աստվածը, որ քեզի հրավիրած է երկնային տակավորության մեջ անցնելու միան մեկ պայման ունի, պետք է ընդունիս ինքը քո սրտիդ մեջ, որ Հիսուսը ղրգեց եւ խնդրես քո մեղքերու թողություն, որբեսի անունդ արցանակրե Հիսուս այն գենաց քրկին մեջ, որ երկնային տակավորության մեջ է, որ այս խոստումներուն պիտի դիրանաս զանիգա գադարելով։ 22-րդ գլխուն 10-րդ համարը հետևյալը գսե,
Նայենք որ առաջին ու վերջինը ուրիշ ինչ կսեմեզի որ գադարենք այս աշխարհի վրա որ ժառանգենք այն երկինքը որ իր ներկայության մեջ պիտի փնագենք եթե գրնաս երևակայել Աստծո հզոր զորության ներկայությունը որ քեզի հետ կուզե փնագիլ բայց պայման մունի կներկայացնենք զին անգամ եւս ասելով հայտնությունով անու 22-րդ գլխում մեջ ես եմ ալֆան ու օմեգան առաջին ու վերջինը սկիզբը եւ վախճանը 14-րդ համար 22-րդ գլուխ հայտնությունով անու երանելի են անոնք որոնոր բադվիրանքները կգադարեն որպես իշխանություն ունենան գենացարին վրա եւ թռներեն ներս քաղաքը մտնեն այս է խնդրվածքը Աստուծուն է ոչ թե Սարգիս եղբայրեն մենք կարտացինք 5 դագարանի մարգարեութենեն եւ նոր դագարանեն որ գխոսի Աստծո հզոր նոր քաղաքին մասին եւ աշխարհի բոլոր ժողովրդին մասին անոնք որոնք ընդունին զինքը պիտի փնագենք Հավիդյանս Հավիդենից մեր Աստծուն հետ ուրախությամբ փառավորելով զինքը դեսանելի աչքերով երբ նային տակավորության դեսանելի աչքերով ցեզի պիտի երկեմ կցավի մսելու որ մեր պիանիստը Հայաստան ճամփորդեց եւ մի քանի շաբաթեն պիտի կա ուրեմն երկը առանց պիանոյի պիտի երկին բարեր հետեւյալը գսե երբ որ նա ամբերով վերադառնա խոսքի Հիսուսի համար է եւ իմ աչքերովս անոր թեմքը պիտի տեսնեմ երբ ցանիկա կտեսնեմ իմ աչքերովս ուրախությամբ եւ փակտալով Աստծո զավակին օտին մեծ զինք պիտի թիմավորեմ մենք պիտի թիմավորենք այն Հիսուսը որ մեզի քերեզմաններն հարություն առնել պիտի դա մենք պիտի տեսնենք այն Հիսուսը անոնք որոնք ողջ մնացած են անոնք ալ օտին մեջ այդ քերեզմանեն հարություն առնողներուն հետ միասին օտին մեջ պիտի ելենք զինքը տեսնելու մեկը մյուսեն առաջ պիտի չանցնի այս երկին բարերայդեն ու պիտի երկեմ ցեզի երբ որ նա ամբերով վերադառնա իմ աչքերով պիտի նրա թեմքին նայեմ ուրախությամբ եւ փակտալով Աստծո զավակին օդին մեծ զինք թիմավորեմ Ոչ մեծ պարկ է, ինչ մեծ շնորհք է, երջանիկ հույս է դերոջ կողմից ուրախ եմ, որքան ուրախ եմ հիշելով այս մեծ լուրը ծնծում եմ ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մեծ լուրը ծնծում եմ Ահա դեր կալիս է փյուրա, որ սուրպերով եւ ռեշտագների փողից այնով հաստատելու եմ իմ մեծ թակավորություն եւ խաղաղություն երկրի վրա հարսը պատրաստ է Սիրով արի դեր, սարտարված հոգվով սպասում եմ Ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մեծ լուրը ծնծում եմ Ուրախ եմ, որքան ուրախ եմ, հիշելով այս մեծ լուրը ծնծում եմ Շիդագը երբ որ գլսեմ գարտամ այս խոսքերուն մասին, հարությանս մասին, Հիսուսի քալստյան մասին իմ սիրտս կուրախանա եւ կսպասեմ Եվ գսեմ դեր Հիսուս եկուր եւ շուտ եկուր Եվ դակավին անոնք որոնք քեզ ընդունած չեն իրենց սրտին մեջ մեծ գորուստ պիտի ունենան քեզ չընդունելով որովհետեւ արիթը պիտի չունենան քեզ տեսնելու ու երկնային տակավորության մեջ երկրբակելու քեզ Ձեզ մեկը խնդրեմ անոնք որոնք դակավին Քրիստոսն ընդունած չեն ընդունեցեք ու փառավորեցեք զինքը Հիսուսի անունով խնդրեցի այս մեկը ձեզ բոլորին համար ամեն